մինչև նիստի ավարտելուց միջնակցությունն է ոչ անցյալ, այլ անցյալից նախորդ հատվածական նիստից հետո այս դահլիճներ, թե այն դահլիճներ, այնուամենայնիվ ես ուղիղ եթերում տեսել եմ նիստը ավարտելուց հետո ինչպիսի իրադարձություններ տեղի ունեցան նիստի դահլիճում և իմ վստահողի Վարդան Ղուկասյանի նկատմամբ, այլն նաև Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նիստից հետո նիստի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ զրպարտչական սուտ մատուցան հանդես են եկել և իմ վստահողի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում և այդ հանրային քրեական հետապնդումը նախաձեռնվեց ես կարծում եմ հատուկ պատվերի ներքո, որովհետև ամբողջը տեսաձայնագրվում էր ու եթերում էր հեռարձակվում, ես չեմ լսել այնտեղ հայհոյանքներ, մինչդեռ Սպարտակ Ղուկասյանը այդ ժամանակ երբ գալիս էր դատարան գտնվում էր տնային կալանքի ներքո, իսկ դրանից հետո, այսինքն այնպիսի այդ իրադարձություններից հետո այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ պարոն Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը ապօրինաբար, մեկ այլ դատարան, Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ ընտրեց խաբկանամիջոց կանոնավորում և դրա հետ մեկտեղ իր առաջ չափազանց կտրուկ սահմանափակում ընդհանուր մինչև արգելելը շփվել ընտանիքի անդամների հետ, մայրիկի հետ, կնոջ հետ, երեխաների հետ և նաև մանկահասակ երեխայի հետ։ Այսինքն այդ աստիճանի, որ տեղի էր ունեցել դատարանի դահլիճում ինչ-որ խոսակցություն, որը չէր պարունակել որևիցե արգելված բառ, այսինքն որը կարող է դիտարկվել որպես խուլիգանություն կամ հայհոյանք։ Հիմա ես չգիտեմ այդ միջնորդությունս վերաբերվում է, որ ձեր դատական նիստերից հետո իմ վստահողների անվտանգությունը ապահովված չէ։ Իմ վստահողները այստեղ խնդիր ունեն դատարանի դահլիճներում, մասնավորապես բռնություն գործադրող իրավազոր, որը իհարկե նաև պետք է լինի իրավաչափ և չափավոր, ոստիկանների կողմից։ Հիմա մենք դիտարկում ենք, որ դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն, մասնավորապես իմ պաշտպանյալի և իմ վստահողի նկատմամբ, դա եղել է դիտավորյալ, դա եղել է սուտ մատնությամբ, այստեղ գտնվող ոստիկանների կողմից, ովքեր են եղել, ես չգիտեմ, անուններով մենք գիտենք, բայց իրենց դեմքով ես չեմ ճանաչում այդ ոստիկաններին, մինչ այս պահը առերեսու չի կատարվել, բայց ամենա, այսպես ասենք, ցավոտ և զգայուն հետևանքը դա այն է, որ լրացուցիչ պարոն Ղուկասյանին ցանկացան ճնշում գործադրել և Սպարտակ Ղուկասյանին տան միակ, այսինքն այդ պահին տանը գտնվող տղամարդուն կտրել ընտանիքից։ Իդեպ ասեմ, դուք գիտեք, որ և Սպարտակ Ղուկասյանը և պարոն Վարդան Ղուկասյանը դա մեծ ընտանիք է, ապրում են մի տան մեջ և դա այդ ընտանիքից զրկել են երկու տղամարդուն։ Դուք կալանքով չեք զրկել, բայց երկու այլ դատավորներ, որոնցից մեկը Տաթևիկ Մուրադյանը, երկրորդը Վարդգես Սարգսյանը, զրկել են այս մարդկանց ազատությունից, այն էլ անհիմն։ Մեկը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն է, քաղաքական գործիչ է և քաղաքական ենթատեքստը նրան զրկելու ազատությունից հրապարակվել է գործադիր իշխանության առաջին դեպքի կողմից հոկտեմբերի 1-ին և անվտանգությանը, այսինքն մենք ունենք մտավախություն։ Կարող մի քիչ հետո էլ նույն ցուցում գտա։ Մի քիչ հետո էլ Պատվարժան դատարան մի քիչ հետո էլ այդ սուտ մատնիչները, որոնք գործում են դաշտերի ներքո, սուտ մատնիչները, կարող են մեկ այլ սուտ մատնությամբ հանդես գան հենց այս դատարանի դահլիճում,
ինչ-որ մի խոսակցության հետ կապված կամ առանց խոսակցությունների, նույնիսկ եթե իմ վստահորդը, օրինակ Փրշտա, կարող է ինչ-որ դա դիտարկել մի այլ կերպ, սուտ մատնությամբ, եւ այդ սուտ մատնությունը վաղը իրենց համար դառնել ևս լրացուցիչ մի հիմք, նրանց պահելու կալանքի տակ։ Իսկ բացի այդ, նաեւ ես չգիտեմ դուք շատ շնորհալի երիտասարդ դասավորություն եք, բայց ես տեղյակ եմ, որ իմ պաշտպանյալի նկատմամբ տարիներ առաջ եղել է մահափոց, որը մինչ այս պահը բացահայտված չէ այդ հանցագործությունը։ Եվ մենք չգիտենք հիմա դատարանի դահլիճում ովքեր կան այդ ոստիկաններից, որոնք կարող են նման նաև ոտնձգություն կատարել։ Իմ միջնորդությունը վերաբերելի է իմ պաշտպանյալների անվտանգությանը եւ մենք դատարանից հայցում ենք ապահովել անվտանգությունը, որպեսզի զերծ մնան ձգպատիչներից, սուգմատիչներից եւ հավելյալ իմ պաշտպանյալների նկատմամբ լրացուցիչ զրկանքներ չկարեն։ Ոստանջանի միջնորդության առան, որ դատարանը պետք է ապահովի մեղադրյալների անվտանգությունը դատական նիստերի դահլիճում, իսկ պարզաբանում է, որ մեղադրյալների տեղափոխումը քրեակատարական հիմնարկներից եւ նրանց անվտանգության ապահովումը իրականացվում է տեղակայվածների եւ կալանավորվածների մասին սահմանված կարգով իրավասու պետական մարմնի միջոցով։ Դատարանը որևէ պարտականություն եւ իրավասություն չունի դատական նիստի ավարտից ապահովելու մեղադրյալի անվտանգությունը։ Հետևաբար դրա համար կան իրավասու մարմիններ, ովքեր իրականացնում են իրենց պարտականությունները։ Ինչ վերաբերում է հայտարարության հանրային կեղծ մատուցության դատարանների կողմից խափանման միջոցների հարցերի վերաբերյալ կայացած որոշումների մասով, ապա ես ձեզ պարտավորում եմ հաշվի առնելով նաև որ դուք պրոֆեսիոնալ իրավաբան եք, որ եթե դուք ունեք տվյալներ ենթադրյալ հանցագործության մասին, ապա կարող եք ներկայացնել համապատասխան հանցագործության մասին հավատում, իսկ եթե համաձայն չեք իրավասու դատարանների կողմից կայացված խափանման միջոցի իրավասու վերաբերյալ որոշումների, ապա դրանք կարող եք բողոքարկել օրենքով սահմանված կարգով։ Դատարանը այսպես դատական նիստերի դահլիճում հայտարարություններ անել, խափանման միջոցների հետ կապված, ոստիկանների ցուցումների հետ կապված եւ ակնկալել, որպեսզի դատարանը որևէ գործողություն պետք է իրականացնի դրա հետ կապված, ես կարծում եմ, որ ինքներդ եք հասկանում, որ դատարանը որևէ գործողություն մասով չունի եւ որևէ գործողություն կատարելու հնարավորություն այսքանը Ներեցեք, տեսեք, Հայաստանի դուք հողում կատարեցիք ձերբակալվածների եւ կալանավորվածների պահպանման մասին օրենքի, ուրեմն եթե մենք ունենք խնդիրներ եւ բողոքներ, շրջանառություններ, ապա այդ նույն օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է դիմել դատարան։ Մենք հիմա դիտարկում ենք որպես այդ դատարանը, որին մենք դիմել ենք։ Դուք կարող եք մերժել մեր դիմումը, մեր միջնորդությունը, մենք դա կդիտարկենք որպես ոչ արդյունավետ միջոց, որի հիման վրա մենք արդեն կորոշենք ինչ միջոցներ ձեռնարկել դիմելու։ Այսինքն մենք դիմեցինք, դուք մերժեցիք։ Մեզանից նույնիսկ այդ մերժումը մեզ համար կարևոր է, որովհետև մենք դիմել ենք, մենք բացատրում ենք եւ դեպքը տեղի ունեցել ձեր կողմից նախագահության ընթացող դատական նիստից հետո։ Դատական նիստը հետաձգվում եւ նշանակվում է 2025 թվականի դեկտեմբերի 19-ի ժամը 12:00։ Այդ 19-ի ժամը 12:00։ Ալցո մեկուսանում ում հետ եք դուք պատիժը կրում ասեք։ Գործով ուրեմն ԿՊ-ներ արել, ԿՊ-ի ժամանակահատվածում այդ Գոմսյանի գործունեությունը արվել է ԿՊ-ի ժամանակահատվածից եւ իրանք ԿՊ-ական են։ Այս պատվերը իրենց կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող գիտենա, որ իմ ձեռքերս մաքուր են, ուրեմն երբ որ խանջանին դատում ենք,
հագա, որպես հագա։ Ուրեմն ինչ ասեցին, դու շպիոն ես բոլոր ազգերի, Անգլիայի, Ամերիկայի, հետո ասեցին Թուրքիայի, Սավետ մեկը չէ։ Հետո ճգնավորներից մեկին ասեց դու ամեն մեղքերը ասեց այդ բանը, երբ որ ասեցին աղանդավոր այս, ասեց ես աղանդավոր չեմ։ Հիմա այդ անունը իմ վրա չի կմնում, բայց վերջում եւ քննիչները, եւ դատախազները, եւ դատավորները, եթե հանձնարարականով մի հատ ինձ դատեցին, խոսք եմ տալիս։ Մինչև կյանքից վերջ ոնց որ Պինոչետին իրանք չտեղ են գտնվելու անպայման։ Ու դա կտեսնեք դա։ Այդ հանձնարարականներով այս դատականները, ուրեմն քննիչները, դատախազները պատասխան են տալու, որպեսզի իրենք իրանց աշխատավարձի համար, իրանց ընտանիքը պահելու համար մեզի պես մարդկանց կործանում են, բայց իրանք շամորն են նկներում, որովհետև վերերն Աստված կա։ Շնորհակալություն։